Արևմտյան Հայաստան ասելիս մենք հասկանում ենք նաև պահանջատիրություն, արդյոք դուք տեսնում եք Հայաստանի իշխանությունների կողմից այդ պահանջատիրությունը առ Թուրքիա։ Դեռ ոչ, ինչի համար, որովհետև Արևելյան Հայաստանի Հանրապետության իշխանությունը Արևմտյան Հայաստանը պատկերացնում է Արագածոտնի մարզի որոշ գյուղեր, բայց Արևմտյան Հայաստանը Մասիսից այն կողմը, ես Ալաշկերտցու թոռ եմ, Խաստուրցու թոռ եմ, ես ժառանգորդ եմ և այդ արյան կանչն է ինձ ստիպում, որ մնամ հայ, մաքուր հայ ու պահանջեմ իմ պապերի, մեր պապերի ապրած տարածքը, հողը, որը որ պատկանում է դեռ Տիգրան Մեծի օրոք պատկանում էր Հայաստան, մեծ հայք էր, եթե կնկատեք, մենք կրում ենք մինչ այսօր մեծ հայքի տարբերանշանը։ Դուք մեջբերեցիք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, երբ ասում է ես Արևմտյան Հայաստան ասելով պատկերացնում եմ Շիրակի մարզի գյուղերը, Արագածոտնի մարզի գյուղերը, նաև ասում էր, որ եթե մենք շարունակենք խոսել Արարատ լեռան մասին, մեզ զենք չեն տա։ Ես այդպիսի հեքիաթներին չեմ հավատում, չեմ լսել անձամբ իր շուրթերից, բայց լսել եմ, որ իշխանության տպավորությունը Արևմտյան Հայաստանը Արևելյան Հայաստանն է, բայց այդպես չի։ Ինչ նկատի ունի, երբ ասում է իրական Հայաստան եւ պատմական Հայաստան, եւ ինչու է նման զուգահեռներ անցկացնում։ Պատմական Հայաստան չկա, կա Հայաստան, կա մեծ հայք եւ վերջ։ Հայի համար չպիտի լինի պատմական Հայաստան, հայի համար պիտի լինի հայք, հայոց աշխարհ։ Ինչու են, որ ես անձամբ, երբ ինչ-որ մի տեղ գնալուց, մի հարգանքի տուրք մատուցելուց ես ծառայում եմ իմ հայ ազգին, իսկ հայ ազգը մեծ հասկացողություն է, ես չգիտեմ ում համար ինչ է, բայց ինձ համար մեծ հասկացողություն է ու պատիվ է։ Ձեր կարծիքով Հայոց ցեղասպանության հարցի միջազգայնացում ինչու չկա այսօրվա իշխանության եւ Թուրքիայի օրակարգում, բանակցությունների սեղանին։ Ճիշտ ասած չգիտեմ, այս իշխանությունը մեր Արևելյան Հայաստանի Հանրապետության իշխանությունը ինչ է մտածում այդ հարցում, ես չեմ կարող իրանց փոխարեն պատասխանել, բայց Արևմտյան Հայաստանը ունի կառավարություն, ունի պետության իշխանության գլուխ, ունի նախագահ, ունի վարչապետ։ Ովքեր են, ասեք։ Մեր Արևմտյան Հայաստանի պաշտպանության ուժերի կառավարության վարչապետը Տիգրան Փաշապեզյանն է եւ մեծ ծավալուն գործեր են անում Արևմտյան Հայաստանի որոշ մասեր, որոնք որ մնացել են Իսկ արդյոք կարողանում եք գնալ Արևմտյան Հայաստան, այնտեղ որևէ գործունեություն ծավալել, թեկուզ օրինակ ժառանգորդների գույքը, որ մնացել է, տները, որ մնացել են, դրանք հնարավոր է գույքագրել եւ արդյոք կան դրանց վերաբերյալ տեղեկություններ։ Կգա մի օր հարգելիս, երբ որ կհաստատվի արդեն, ի պաշտոնե կհաստատվի Արևմտյան Հայաստանի կառավարությունը, որ պետք է գնանք, դեր կանգնենք մեր հողերին, այն ժամանակ իմ պապերի տունն էլ բոլորիս պապերի, որովհետև եթե մի քիչ դուք էլ խորանաք, ձեր ծագումնաբանությունն էլ է այնտեղից։ Եվ բոլորս էլ կդառնանք այն հողերի իրական տերերը, որ ժամանակավոր մեզանից զատ է։ Դուք նշեցիք, որ Կարսից եք եղել։ Ես Ալաշկերտից ինչ կարող եք պատմել Ալաշկերտում ունեցած ձեր։ Ալաշկերտը շատ գեղեցիկ տեղ է։ Ու ալաշկերտցիները մշեցիկ շատ թասիբով անձնավորություն են։ Մշեցին իր թասիբի համար անգամ, ես չգիտեմ էլի, թասիբ հասկացողություն հիմա այստեղ բոլորը գիտեն, թե չէ, մշեցիկ կհասկանան, ինչ կարգավիճակում են եղել ու ինչ են արել, միջև վերջի շունչը, իմ պապը, մեծ պապս, պայքարել է այդ հողի համար միջև վերջ, Տիգրան պապս, ֆեդայի է եղել, մնացել է իր հողում միջև վերջ, ու այնտեղ էլ զոհվել է հերոսի համար։ Հրամանատարում հետ է կռվել։ Իրանք ջոկատներով են եղել, հենց Խաստուրի ջոկատ է եղել, որում որ մասնակցել է իմ պապս, Տիգրան պապս, ես շատ հպարտ եմ։ Որտեղ եք կռվել, տեսնում ենք, որ կոչում ունեք։ Ես
90-ական թվականներից եմ, 18 տարեկանից մասնակցել եմ պատերազմին մինչև այսօր, դեռ հələ մեր պատերազմը ավարտ չունի։ Օրվա հետ կապված նախձեր ուղերձը։ Գիտեք, ուղերձ ես կապեմ միգուցե վերջի այս մի քանի տարվա հետ, փաստորեն կրել ենք ծանր պարտություն պատերազմի ժամանակ եւ այս իշխանությունը այդ պարտությունը անընդհատ շարունակաբար մի process է վերածել։ Անընդհատ շարունակաբար ավելի քան 4 տարի մենք գտնվում ենք այդ շրջանում։ Անընդհատ ինչ որ բան զիջել, բան տալ, բանից հրաժարվել, ուղղակի մաշեցնող մի երևույթ է մեր ժողովրդի համար։ Իսկապես շատ ծանր եւ մաշեցնող։ Եվ միգուցե նաեւ այս ֆոնի վրա ցեղասպանության ուրացումը շատ ավելի ծանր ընկալում է ստանում շատերի մոտ։ Պարոն Քոչարյան, երեկ Արթուր Հովհաննիսյանը ազգային ժողովում ճապասուրիստերի ժամանակ ցեղասպանությանն եմ անդրադառնում։ Ասեց մոտիկ չգաք ցեղասպանության թեմային ու չփորձեք դիվիդենտներ շահել։ Մեր արձագանքը, այսինքն իրենց արձագանքը շատ խիստ է լինելու։ Ինչ համար չգաք Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը օրակարգից դուրս բերելու, ինչպես նաև սակարկման համար։ Լուրջ, ես պիտի այդ հիմարությունը բարձաբանեմ։ Կարծում եմ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի մեջ մտցնող հենց ես եմ եղել եւ իմ ժամանակաշրջանում ամենից մեծ քանակով երկրներն են ճանաչել հայոց ցեղասպանությունը։ նախագահի կողմից։ Եվ երբ որ գիտեք մարդիկ, որոնք ուղղակի մատին չեն դրել այս հարցերի համար, կստացվի իշխանությունների մոտ նաև այս կարմիր գիծը անցնել։ Ընդհանրապես եւ այդ ուղղությամբ ջանքերը եւ ընդհանրապես ցեղասպանության ուրացումը բերելու է նրան, որ ուրանալու են մարդիկ, ովքեր փորձում են դա անել։ Իրենք են մոռացվելու մեր ժողովրդի կողմից։ Նախագահ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Հանրապետության հրապարակում Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշներն այլելը եւ դա սադրիչ քայլ է համարում։ Եվ խոսնավարում կրակոցները Ես դες հիշեցնեմ 15 թվականին, երբ Ռուսաստանի դեսպանատան մոտ Ռուսաստանի դրոշն էին փորձում վառել, հետո ոտնատակ էին տվել հենց այն մարդիկ, ովքեր այսօր զբաղեցնում են երկրում բարձրագույն պաշտոններ, արտգործնախարար, վարչապետի օգնականներ, մամուլի նախկին քարտուղարներ եւ այլն։ Եթե ընդհանրապես դա անթույլատրելի քայլ է, ապա հարց է առաջանում կրկնակի ստանդարտները Ռուսաստանի նկատմամբ եւ Թուրքիայի նկատմամբ կիրառել են թե ոչ։ Ուղղակի ամոթ է այդ թեմայի շուրջ ընդհանրապես իրենք գոնե իրավունք չունեն խոսալու։ Խոսնավարում կրակոցները Նիկոլ Փաշինյանը կապել էր հենց դրոշների այրման հետ։ Այդ կրակոցները թշնամու Մեկ ամիսա պատրաստվում են, հա, այդ որ դրոշերը պիտի այրվեն եւ մեկ ամիս նախապատրաստական կրակոցներ էին, հա։ Իրականացնում այդ լավ աբսուրդների դաշտ չմտնենք էլի։ Պարոն նախագահ, երկակի ստանդարտների մասին խոսեցիք, երկակի ընկալումներ կա նոյեմբերի 9-ի փաստաթղթի շուրջ։ Ինչ տեսակետ ունեք այս փաստաթղթի առնչությամբ, ինչ պիտի արվի դրա հետ։ Մի քիչ շատ խորացանք, ես ձեզ խոստանում եմ եւս մեկ մեծ մամուլի ասուլիս կանեմ կամ կհանդիպեմ լարագորոպների հետ եւ բոլոր այդ հարցերի պատասխանները կտամ։ Դա արդեն մտնում ենք ավելի շատ մի քիչ ներքաղաքականի մեջ, այո, ճիշտ է, ասում փող կապացված են, բայց չեմ կարծում, որ սա այնտեղն է, որտեղ ուղղակի ոտի վրա պետք է փորձել բոլոր հարցերը շոշափել։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն ձեզ, Փաշինյանին փողոցի միջոցով շնորհակալություն։